Պատվարժան դատարան, շնորհակալություն ճիշտ ասած ես մի քիչ լարվում եմ, ես սովոր չեմ տալիջներում ելույթներն ավելի դերսում են ինձ համար, բայց քանի որ կյանքը ստիպել է, նախ անպայման ուզում եմ ասեմ, որ ես շատ սիրում հակում եմ ստեղ նստած բոլորի, խոնարհում եմ Սրբազանի առջև, բոլորը ստեղ բացառիկ հայրենասերներ են եւ ինձ համար իսկապես մեծ պատիվ է, որ ես հիմա ստեղ եմ, անգեզ եմ ասում, ես անգամ բանդում շատ լավ նստած եմ, չհաշված որ ասեք իմ երեխեքը մի քիչ էս սպահում սենցա, թե չէ ես հիմա 3 ամիս կերկարացնեք, 7 տարի կերկարացնեք, ես այդտեղ հաղթած եմ, Նիկոլը թող մտածի, իր վախերը մտածեն, բայց հիմա ինչ եմ ուզում ասեմ ստեղ, առաջի օրից ես եկա ասեցի, մենք տարբեր կազմակերպություններ ենք, բացարձակապես այս կազմակերպության հետ ես կապ չունեմ, ճիշտ է, հիմա ահաբեկչության մասով ասեմ, մի քիչ ուզում եմ, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատաբերներ ենք, ես շատ հստակ ուզում եմ այսյան կծեմ, շատ հստակ, մենք ազատահարներ ենք ու Հայաստանի Հանրապետությունը ազատագրելու ենք, անկախ ամենից, անկախ դատարանը ինչ որոշում կկայացնի, մենք ազատագրելու ենք, ես գիտեմ ինչի համար եմ նստած, իրավաբանորեն չգիտեմ, այ ուզում եմ իրավաբանորեն մնամ, քաղաքական եմ նստած, դա պարզ է, բայց իրավաբանորեն 5 ամիս է ես նստած եմ պատվարժան դատարան, մի հատ պաշտչար ձևով չեն ներկայացրել, թե ինչ կապ ունեմ, ինչ առնչություն ունեմ ես այս գործի հետ։ Նախ գործը ահաբեկչության հետ կապ չունի, դա հստակ է, բայց երկրորդն ես ինչ կապ ունեմ այս գործի հետ, ահաբեկչության հետ կապ չունեցող գործի հետ, ես ինչ կապ ունեմ, ինչի համար է ինձ ձերբակալել բերեստը։ Ես ինքս գիտեմ ինչի համար են ձերբակալել։ Նոր հանցանք գործելու մասով ինձ հունիսի 25-ին ձերբակալել են, հունիսի 25-ին ձերբակալել են եւ ինչպես ասեցին վեգայի կարգավիճակով քննիչը նստած զանգեր է սպասում, ինձ որպես վեգայի կարգավիճակով է թե մեղադրյալ է։ Զանգ էր սպասում, 4 ժամ, 5 ժամ զանգը չեկավ, վերջում դատաբանը պաշտպանց էր, մյուս պաշտպանը ճանապարհին էր, ասեց չէ, դուք կարող ես արդեն գնալ։ Ինձ տարել էին Եղվարդ։ Հիմա ես ինձ արդեն տարել են հունիսի 25-ին, հետո ես իջել եմ հետ Սրբազանից մոտ, որտեղ որ ձերբակալել են, ես ասել եմ հրապարակային, ասել եմ մտածածիներ այդ ամեն ինչը, Երանի չի լիներ հեղաշրջման պլան, դա եմ ասել եմ Երանի լիներ, Երանի այդ պլանը լիներ, մենք էլ իմանանք որպես բան կա, բայց ցավոք այդ պլանը չկա, գոյություն չունի, էդի մտածածին է, էդի Աննա Հակոբյանի բանի հայկական ժամանակի մեջ են այդ մասին գրել, լավ ինչ որ այ, հիմա չանդրադառնամ։ Դրանից հետո ես 10 օր ազատության մեջ եմ եղել, պատվարժան դատարան։ Եթե ես ահաբեկչություն էի մտածել, մի հատ հետո կքննարկենք, թե ես ինչքանով կարամ իմ ազգի նկատմամբ ահաբեկչություն անեմ, իմ երեխեքի նկատմամբ, մի խոսքով։ Բայց եթե ես նպատակ էի դրա որ ահաբեկչություն անեի, կամ կային զենքեր, զինամթերք, որ ասում էր քննիչը, բայց 10 օրվա ընթացքում ես կոչնչացնեի, կամ ահաբեկչությունը կհասցնեի կատարկացեի, բայց ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի բան, ոչ հակառակը, ես իմ ակցիաները շարունակել եմ նույն ձևի, միշտ կառավարության մոտ իջել եմ, ինչպես որ օրենքի տարին համապատասխան գործել եմ, ես դա միշտ ասել եմ, իմ զենքը օրենքի տարին համապատասխան գործելն է։ Ես օրենքի տարին համապատասխան գործել եմ, շարունակել եմ գործել, եւ ինչի մասին է խոսքը։ Եթե ահաբեկչություն էի ուզում իրականացնել, ես այդ 10 օրվա ընթացքում կիրականացնեի։ Հիմա եթե ես 10 օրվա ընթացքում ահաբեկչություն չիրականացրեցի, բնականաբար չէի իրականացնել, ել եմ ասում, ախր ահաբեկչության գործ են ներկայացրել, ոչ տարածքը կա, ոչ կա մոտավորապես ով էր դուժելու, որ տարածքում էինք անելու, ինչ զենք զինամետրով էինք անելու, ոչ մի բան չկա, ահաբեկչություն վերև նստեցրել են, գոնե իմանանք ինչ զենքով պետք է անեինք, գոնե իմանանք, ասենք մոտավորապես դպրոցում պետք է անեինք, բանկապարտեզում, հասարակական տրանսպորտում, որտեղ պետք է անեինք այդ ահաբեկչությունը, ասենք այդ ամեն ինչը պետք է իմանանք, բայց չգիտենք, որովհետև չկա։ Հիմա վեգաների մասով, հիմա ես հասկացա, որ իշկար հանցանք կատարելու ռիսկը ասեցի, հանցանք կատարելու ռիսկի մասին ասեմ ձեզ, ես 2018 թվականից եկել եմ Հայաստան, մինչև այդ նստած եմ եղել քաղբանդարյալ Վրաստանում, Վրաստանի ազգային ժողովը պաշտոնապես ճանաչել է, որ ես քաղբանդարյալ եմ եղել, ինձնից պաշտոնական ներողություն է խնդրել, առաջին արձագանքի միջալուց ասեմ, որ եղել է Միքայել Սաակաշվիլի կողմից, երբ որ ինձ ահաբեկչության համար ձերբակալեցին, առաջին արձագանքը եղել է Սաակաշվիլի կողմից, այս աշխարհում ինձ 3 հոգի մարդ ա մեղադրում ահաբեկչության մեջ, Սաակաշվիլին, Ալիևը, մեկ էլ Փաշինյանը, այս 3-ն է մեղադրում, ուրիշ մարդ չկա, գոյություն չունի, որ ինձ ահաբեկչության մեջ մեղադրել, որ ասել ես կարող եմ, ես հայ երեխու չեմ, ես աշխարհի ոչ մի երեխու հանդեպ չեմ կարող, թուրք երեխու հանդեպ ես չեմ կարող պատինեմ, ես ինչի մասին է խոսքը, ինչի պետք է այս ահաբեկչություն անեմ, լավ, հիմա վեգաների մասով, այստեղ ասում են, պատվարժան դատարան, ձեր ուշադրություն եմ ուզում հրավիրեմ, ուրեմն 32 վեգայից ոչ մեկ իմ անուն ազգանունը չի տվել, ոչ մեկ չի տվել իմ անուն ազգանունը, բայց ավելին ասեմ ձեզ, 100 քննիչից էր բաղկացած այդ խումբը, բարոյ իրականացնող մարմնի խումբը, 100 քննիչներից,
Հարքանիչից եւ ոչ մեկը կես անգամ Չախալյանի մասին հարց չի տվել։ Ոչ մի անգամ ոչ միտեղ Չախալյանի մասին հարց չկա։ Եթե այդ գործը ինչ-որ մի մատ չափով ինձ վերագրել էր պատվարժան դատարան, միթե հարքանիչներից որևիցե մեկը այդքան կայացությունը չէր երիկում, այդքան կոմպետենտությունը չէր երիկում, որ գոնե կես հարց ձևակերպել է Չախալյանի մի օր տեսել ես, մի օր լսել ես, չկա ոչ մի հարց չկա։ Հիմա իմ մոտ հարց է ծախում։ Հարգարժան մեղադրողներ, ես ինչ պետք է անեմ ըստ ձեզ։ Ես պետք է գնամ քննիչներին ռազմորքայի կանչեմ, ասեմ ինչի իմ մասին չեք հարցրել, ինչ պետք է անեմ ես։ Կամ պետք է գնամ վեգաներին ասեմ ինչի իմ մասին ոչ մի բան չեք տվել։ Այսինքն ես ինչ պետք է անեմ, պետք է պաշտած ձևով դա ներկայացնել։ Չի լինում որ ասենց կերգնեք ես չեմ ուզում ոչ մեկից վերավորվել, անգեզ եմ ասում։ Բայց չի լինում ասենց որ հա ինքը կարող է գնա եւ վեգաների վրա ճնշում գործարի կամ չգիտեմ, ինչ-որ բան փոփոխություն անի։ Այստեղ նոր հանցանքի մասով պատվարժան դատար։ Ես Հայաստանից եկել եմ Հայաստանում, ուրեմն կներեք արտադրությանս համար գեյ բարադ էին ուզում անցկացնեին գեյ շեքերտ, ասենք այո, հավաքվել ենք, խոչընդոտել ենք, որ այդ շեքերտը իրականանա։ Եթե դա հանցանք է, թողից ասեմ, որ այո, դու խոչընդոտել ես գեյ շեքերտին։ Մենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ 88,000 ստորագրություն ենք հավաքել։ Եթե դա հանցանք է, խնդիր չկա, այո, վտանգ կա, որ ես կկրկնեմ։ Վտանգ կա, եթե վաղը Ստամբուլյան կոնվենցիան բերեն նորից առաջ օրակարգ, բնականաբար ես դեմ եմ պայքարելու։ Ես բոյկոտի շտաբ ենք ձևավորել, պարոն Մելիքյաններ, ոչի շտաբներ, այո, բոյկոտի շտաբ ենք ձևավորել։ Պայքարում էինք, որ կորոնավիրուսը որ կա, երբ որ Հայաստանում կորոնավիրուս կա, ասում էինք կորոնավիրուս կա, ասում էինք ուշադրություն դարձրեք, մարդիկ հեսա մանալու են, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում։ Դրա համար էինք պայքարում, ասենք, եթե դա հանցանք է, հարց չկա, ես կարող չէ անպայման կերգնել եմ, ես բանդում եմ իմ հանցանքները կերգնում։ Եթե այս իմ ասածները հանցանք է, ես Լանզարդեի կոնվենցիայի վավերացման դեմ եմ պայքարել։ Չգիտեմ, կարող եմ անվերջ թվարկել, այո, կենսաթոշակառուների նվազագույն թոշակի բարձրացման համար եմ հիմա պայքարում։ Եթե դա հանցանք է, խնդիր չկա։ Մի տարի է պահանջում ենք համաներում, ընդհանուր համաներում ենք պահանջում, որովհետև այս վիճակի որ կա բանդերում, սա անդանելի է անմարդկային է, հումանիզմի հետ բարձր ընդհանրապես կապ չունի։ Եթե դա համաներում պահանջելը հանցանք է, խնդիր չկա, ես հնարավոր չէ։ Միանշանով ես այսօր եմ այդ ամեն ինչը պահանջում։ Եվ եթե դա է նոր հանցանքը, ես այո, ես հնարավոր է նոր հանցանք գործել։ Հիմա այստեղ կամ նախ առերեսումներ չեղան պատվարժան դատարան։ Մենք խնդրեցինք գոնե առերեսում լինել, որովհետև որ մի բան էլ ասեմ, շատ կարևոր բան ասեմ։ Այստեղ իմ փաստաբանը ասեց 20 բառ կա, ես ուզում եմ անպայման շեշտեմ, որ 20 բառից 18 բառը դա կրկնություն է։ Դա 4 անգամ նույն բանն է, որ Շարբաշյանը զանգել է ինձ, 4 անգամ տարբերություն դարել են, այսինքն դա էլ կրկնություն է, այնպես չի որ 20 բառ կա, ընդամենը 3 բառ կա, բայց ավելին ասեմ, ուղղակի հիմա մենք չենք հասել այնտեղ։ Նախ ես առաջին նենց քննիչին հարցրեցի, ասի Չախալյան, մենակ ես եմ դա անուն չկար։ Դե ասում եմ մենք քցեցինք բեռնեցինք, որ եթե ասես բան կա, մենակ Վահագն Չախալյանը կարա լինի։ Իզի քցել բեռնելով բերել են նստեցրել են։ Քցել բեռնելով մենակ Վահագն Չախալյանն դեռ լինի։ Բայց ընդհանրում ինչ է բարձում, պատվարժան դատարան։ Տեսեք ինչ է բարձում։ Չախալյանն էլ չի ասված։ Հիմա որ լսենք, Չախալյանն էլ չի ասված։ Չայով այլ ազգանուն է ասված, Չախալյան չի ասված։ Հիմա ես հարց եմ տալիս, այս երկրում Չայով ուրիշ ազգանուն չկա, ասենք Չոլախյան, Չալախյան եւ չգիտեմ ինչ, Չոբանյան, չգիտեմ։ Ուրիշ ազգանուն չկա։ Այսինքն Չախալյանն էլ չի ասված, անգամ էդի չեն նայ։ Ես խնդիր չունեմ, կնստենք։ Ասված է, լեկա մաքուր ենք, բոլորս էլ արդեն կնստենք, բայց Իշքան նստեն, եւս քանի անգամ ամիս նստեն, որ վերջում բարձր որ Չախալյան բառը ընդհանրապես չի ասած, մարդիկ չեն էլ ասել որ Չախալյանին զանգեցին, ուրիշ ազգանուն են տվել։ Հետո մի բան էլ ասեմ, այս մի տարվա գաղտնալսումների մեջ ոչ մի անգամ իմ բառը, իմ տառը չկա, պատվարժան դատարան։ Այսինքն այդպես չի լինում, Վրաստանում էլ են գործ ցարկել, բայց գոնե մեկ բան կեցել բերել դրել է։ Գոնե մի կես անգամ իմ խոսածը պետքա լինի թե չէ, հարց չկա, էլ եմ ասում, ես այս մարդուն սիրում հարցում եմ, շատ եմ սիրում հարցում, խոնարհում եմ իրաց առաջ, բայց գոնե մի հատ, այս կամ մի տարիա դուք գաղտնալսել եք, մի կեսատ իմ ձայնը կա այդ գաղտնալսումների մեջ, մի կեսատ կա, որ կարող եք ասել, ահա սա Վահագն Չախալյանի ձայնը, Վահագն Չախալյանը խոսեց, չեմ ասում հանցանքի մասին, պրոստը խոսեց Վահագն Չախալյանը, ասեց սրբազան, ասված օգնական, այս էլ իր ձայնն է։
Կարող ես բան, չկարող ես բան գոյություն չունի։ Միակ նկար կա, որ ես մտել եմ, ինձ ասում են ժամը 8-ին, Բազարժան դատարան, ինձ ասում են Սարպազանի հետ հանդիպում ես բերում։ Ամբողջ գործի մեջ միակ ժամը 8-ին ձայնագրություն չկա։ Սակագրություն չկա, միակ սակագրություն ժամը 8-ին առավոտվա 8-ին չկա, բա ինչ էինք անում, ուր էինք գնում, որտեղ ենք հանդիպել, ինչ պայմաններում ենք հանդիպել, որ ձայնագրող սարքերը չեն կարող ասել արձանագրել, ասենք մեր հանդիպումն ու մեր խոսակցությունը։ Չկա, ոչ մի ժամը 8-ին ես երեխեքին դպրոց եմ տվել։ Ասենք ժամը 8-ին ոնց եմ ես Սարպազանի հետ հանդիպել, առանց այդտեղ խոսել ենք։ Չգիտեմ, ես կամ մեկ է մի բան էլ ասեմ Բազարժան դատարան։ Ամեն դեպքում են անցած անգամ էլ ասեցի, դա հստակ է մեր հայրենասիրության համար է մեզ դատապարտում, խնդիր չկա, եթե Հայաստանում հայրենասիրության համար պետք է նստել, ես պատրաստ եմ նստելու։ Ոչ թե 3 ամիս, 3 տարի, 5 տարի նստել եմ, 5 տարի Հայաստանում նստել եմ, իմացել եմ ինչի համար եմ նստել։ Իմացել եմ ինչի համար եմ նստել։ Այստեղ ես չգիտեմ ինչի համար եմ նստած, հա գիտեմ։ Մարտա 1-ի վախերի համար եմ նստած։ Ասեմ ավելին, հունիսի 27-ին էլ ինձ ձերբակալեցին, Միքայել Աջաբայանի ձերբակալության ժամանակ էլ ինձ ձերբակալեցին։ Այն ժամանակ էլ Աննա Հակոբյանի հայկական ժամանակը թվեց, այն ժամանակ էլ հոդված բերեցին։ Փաստորեն ինչ տեղ ունեցավ։ Ես խանգարում էի, ինձ պետք էր մեկուսացնել, նայեցին արդեն գործ կար եպած, արդեն դանջված գործ կար, բերեցին իմ անունը լդև կապեցին, մի հատ չայով էլ բան են գտե, ազգանուն են գտե, բերեցին կապեցին, հիմա ես 5 ամիս նստած եմ ու սպասում եմ իմ հերթին, որ ես խոսեմ։ Որ հարցեր կարողանամ տամ։ Ես անգեզ չեմ ուզում վիրավորել, ոչ մեկին չեմ ուզում վիրավորել։ Ես ավելին ասեմ, անգեզ եմ ասում, Անշուշտ ընդանեկան պայմանները դժվար է, մյուսն է, բայց ես երջանիկ եմ։ Ես իսկապես երջանիկ եմ, որ ես հալածում եմ իմ հայրենիքին ինչ-որ մի բանով օգտակար լինելու համար։ Թող մտածեն այն մարդիկ, որոնք սուսուփուս գալուխները կապ, արդարության դեմ մեղանչելով, հայրենիքի դեմ մեղանչելով, Արցախում զոհված մեր հերոս նահատակների դեմ մեղանչելով, այս պիղծ ռեժիմի պետք է ասեմ 5 տարի տևեք Բազարժան դատարան, այս պիղծ ռեժիմի որոշումները կյանքի են կոչում, թող իրանք մտածեն, երբ որ ես Սաակաշվիլին ասում էի, որ դու պետք է նստես, ես էլ անում, Չախալյան որ ժմիեսուցից, չէ որ պատկերացնում, ասում էի հա, հիմա միանշանակ արդարադատությունը կանգնելու է, ես մի քիչ քաղաքական էլ գնացի, բայց ախր իրավական չկա, այստեղ մեկ էլ մի ցավ կա ինձ համար, որ իսկապես ես հողը շատ եմ սիրում, շատ եմ սիրում, իմ հողը, իմ հայրենի հողը շատ եմ սիրում, հիմա ինձի որ փակել են, ես մենակ բետոն եմ տեսնում, բետոն, այս 5 ամիսա ես բետոն եմ տեսնում, ինձի իմ հողից կադրել են, ու ես մենակ մի հատ թուլություն, մի հատ բան, ես այդեղ եմ զգում, որ ես չեմ կարող իմ հողի հետ շփեմ, այս ախնդիրը, մնացածը, այսքան է, Բազարժան դատարան, իրավական մասով էլ ընթացքում հարցեր կելնի կպատասխանեմ, հանցանք չեն գործել, իմ, Բազարժան դատարան, իր երեխեքը, ասենք հենց հիմա, ես որ, ասենք չեմ կանվեմ, հանրային տրանսպորտով են տուն գալիս, առավոտները ես եմ տանում, մեկ լինում է, որ չեմ կարողանում բերեմ, ասենք, էլի հանրային տրանսպորտով են տուն գալիս, ասենք ինչ են պատկերացնում մեղադրողները, այսինքն ես պետք է հանրային տրանսպորտը, հա, կամ վառեի, կամ չգիտեմ, պայթեցնեի, հա, այդ տասնյակ հազարավոր հայ երեխաները, ովքեր որ Դավրոսից տուն են գնում, այդ ավտոբուսը իրանք իմ երեխաներն են, Բազարժան դատարան, իշկան էլ իմը չլնեն, իշկան էլ իմը ազնական հարազատը չլնեն, բոլոր իմ երեխաներն են, այսինքն ես ինչ պետք է անեմ, ես պետք է մտածեի, որ այդ ավտոբուսը, հա, պայթեցնեմ, վառեմ, որ չէր կարա լիներ, մի խոսքով այսքանը Բազարժան դատարան, էլ են կրկնում, մենք ազատաբերներ ենք, մենք ահաբեկիչներ չենք, մենք ազատություն ենք բերելու Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալություն։